Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը թե իբր մարտի 31-ին ժամը 17-ից մինչև ապրիլի 1-ը ժամը 4:45 ընկած ժամանակահատվածում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանակոտու արևելյան եւ հարավ-արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ վարչապետի աշխատակազմի դիրքորոշումը համապատասխան պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Բաքվում Գերմանիայի դեսպանը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն հանդիպման ընթացքում խիստ բողոք է արտահայտվել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի սոցցանցային էջում արված հրապարակման կապակցությամբ։ Նրան խիստ բողոքի նոտ են հայտնել Գերմանիայի նախագահի կողմից սոցցանցերում Լեռնային Ղարաբաղի դրոշի հրապարակման առնչությամբ հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Նշվում է, որ դեսպանի ուշադրությանն է ներկայացվել, որ տարածաշրջան կատարած այցի ժամանակ այդ նրանց բնորոշմամբ բացահայտ քաղաքական սադրանքն անընդունելի է եւ գերմանական կողմը պետք է հրապարակային ներողություն խնդրի հրապարակման համար։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի եւ վերջինիս տիկնոջ հետ այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ Նշվում է, որ երկու նախագահները շրջել են կենտրոնում, ծանոթացել իրականացվող ծրագրերին եւ զրուցել աշակերտների հետ։ Ամերիկյան SpaceX ընկերությունը, որը պատկանում է միլիարդատեր Իլոն Մասկին, ուղեծիր է դուրս բերել Crew Dragon տիեզերանավը տիեզերական զբոսաշրջիկներով։ Առաքելության անձնակազմն առաջին անգամ կթռչի երկրի բևեռների վրայով 425-ից 450 կիլոմետր բարձրության վրա։ Առաքելությունը կտևի 3-ից 5 օր։